Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ եւ բնակվում եմ Շենգավիթ համայնքի նոր Խարբեր թաղամասում։ Առհասարակ բոլորդ գիտեք, որ իմ թեմաները սկսվում եւ ավարտվում են գյուղով, գյուղի շուրջ հիմնականում, բայց խիստ կարեւոր եմ համարել այս թեման, բավականին երկար ժամանակ է սպասել եմ, մտածել եմ գուցե փոփոխություն կլինի համայնքում, բայց համայնքի բնակիչների անունից նաև այսպիսի ուղիղ եթերով հանդես եմ գալիս ակնկալելով, որ եթե այս խնդիրը կա նաև մնացած համայնքներում լուծում տալ, մինչ ներկայացնելը ես ինչ եմ ցույց տալու, ուզում եմ ասեմ, որ Խարբերդը պատկանում է Շենգավիթ համայնքին եւ ունենք անցյալ տարվա դրությամբ 5500-ից ավել բնակիչ եւ գուցե նաև թիվը աճել է, հետևաբար սա բավականին մեծ համայնք է եւ նոր Խարբերդ համայնքը տարբերվում է նրանով, որ վերաբնակեցվել է, կարելի է ասել, վերջին 20 տարիների ընթացքում եւ մարդիկ տարբեր մարզերից են, տարբեր համայնքներից են, տարբեր սոցիալական պատկանելիություն ունեն, տարբեր ոլորտի մասնագետներ են եւ այսինքն երբ որ խոսում ենք ինչ-որ համայնքից, որտեղ օրինակ եկել են մշեցիներ են կամ սասնեցիներ են, չգիտեմ, տարբեր տեղերից են եկել, դա արդեն համայնք է նույն բնավորությունով։ Իսկ Խարբերդը իր տեսակով արդեն իսկ բարդ համայնք է եւ շատ կարեւոր է պահել ուշադրության կենտրոնում, սակայն բացի այն, որ որպես համայնք, քանի որ քաղաքից կտրված է, բավականին անտեսված է, չնայած որ ունենք լուսավորություն, դեռ ավելի վաղ ես լայվ արել էի այդ թեմայով, չեմ ուզում շատ անդրադառնամ, դեռ թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի օրոք եւ շնորհիվ համայնքը բավականին ծաղկուն շրջան ապրեց, բայց հիմա ինչի մասին որ ցանկանում եմ խոսել, սա աղետ է պարզապես եւ շատ ծնողների համար նաև մտահոգության առիթ, եթե նրանք բնակվում են այս համայնքում, մեր համայնքը տարիներ առաջ մեր համայնքում որպես նաև խոցելի համայնք, չեմ վախենա այդ բառը ասեմ, որովհետև քաղաքից դուրս լինելով նաև մանր միջին ու մեծ հանցագործությունների կարելի է հանդիպել, սա համայնքային ոստիկանություն։ Կառուցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է իմ եւ ձեր վճարած հարկերով։ Եվ ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան այստեղ ոստիկան չի նստել, չի աշխատել։ Ավելին ասեմ, այնքան է լկտիության սահմանները հատված, որ բնակիչները ասելով, սա բնակիչները չեն, սա ավելի շատ անչափահաս ռուսերեն բառը բեսպրիզորնիկի հայերեն հազար ներողություն, որ չեմ գտնում, բայց չվերահսկվող անչափահասների մի համայնք է, ովքեր նաև իրենց հասակակիցների շրջանակում այդ գողական բարքերի հետևորդ հանդիսանալով շատ վատ վարք են դրսևորում փողոցում եւ օրինակ անցնում ես նրանց կողքով թքում են, անցնում ես նրանց կողքով ծխում են փողոցում եւ ծխուկը դեն են նետում երևի երեխան անչափահաս տղա էր վարորդը, լավ, ինչևէ, առանց փաստի չխոսեմ, բայց եթե մենք պատկանում ենք Շենգավիթ համայնքին, ապա ես ուրախ կլինեմ, շնորհակալ կլինեմ եւ խնդիրը բարձրաձայնում եմ որպես մտահոգ բնակիչ, մտահոգ ծնող եւ մտահոգ քաղաքացի, որպեսզի այս կետում, այս պահակակետում, այս աշխատավայրում, այս գրասենյակում հերթապահի մեկ ոստիկան եւ նրա ներկայությունն իսկ արդեն կարգ ու կանոն կհաստատի համայնքում, նրա համազգեստն իսկ արդեն կարգ ու կանոն կհաստատի, չեմ ուզում ավելի փակագծեր բացեմ եւ եթե կարիքը չլիներ եւ առիթը չստեղծվեր, ես չէի խոսելու, բայց ափսոսում եմ, երբ որ հենց մեր երկրի ղեկավարը ինքը ուղիղ եթերով ամեն մի մանուկը կարևորելով ասում է, որ պետությունը մեր տունն է եւ սա մեր տունն է եւ մեր բոլորի հարկերով կառուցված շինությունը, որը բնականաբար
ծախս է հանդիսացել պետության վրա եւ չի ծառայել նպատակին։ Սա արդեն իսկ մեծ բաց թողում է եւ ես խնդրում եմ կարգի ինչ որ կետով առանձնացնել, ոստիկանական պահակակետ լինի, հսկողության վայր լինի, որտեղ որ մեր ոստիկանները կհսկեն եւ կարգ ու կանոն։ Հաջորդը նույնը, էլի ոստիկանի արկայությունը, երբ որ մենք ես իմ օրինակով եմ ասում, ոստիկանի կերպարը եւ փոքր ժամանակից ֆիլմերով ինքը հերոսի կերպար է եղել, կարգ ու կանոն հաստատողի կերպար է եղել, առավել եւս մեզ համար նա եղել է հերոսի կերպար։ Ես խնդրում եմ մենք փորձենք վերականգնել մեր պատկերացումների հերոս ոստիկանի կերպարը, ով արդարություն է հաստատում տարածքում, ով կարգ ու կանոն է հաստատում տարածքում, ինչու՞ չէ նաև կարելի է աշխատանքներ տանել եւ տվյալ պահակակետում, չգիտեմ, ես պատրաստ եմ համեցեք մեր տանը դասընթացներ անցկացրեք, հավաքեք համայնքի անչափահաս երեխաներին այն խոցելի խավին, ես վստահ եմ, որ ոստիկանությունը անուն առ անուն բոլորին ճանաչում է, հավաքեք դասընթացներ անցկացրեք, ներգրավեք ինչ որ աշխատանքների մեջ, խաղերով բացատրեք հանցագործության վտանգները, որ հենց պոտենցիալ հանցագործներ են, բառը վախենալու է, բայց պետք է բարձրաձայնենք, որպեսզի կարողանանք խնդրին լուծում տալ եւ շատ վատ են նաեւ վարում եւ ելի պետք է փաստեմ, որ սա միայն մեր համայնքը չէ, այլ եթե կենտրոնական մայրուղուց հեռու է, ապա չես նկատի բարեկի մեքենա, չնայած իմացա, որ վերջին մի քանի օրը այստեղ ժամանակ առ ժամանակ գիշերները հերթապահել են բարեկներ կամ գոնե շրջել են։ Առնվազն օրվա մեջ գոնե 3-4 անգամ այն բարեկները, ովքեր որ կենտրոնական ճանապարհով անցնում են, կարող են գալ մեկ շրջան կատարել, այսինքն երկկողմանի փողոց է Խարբերդը, մի փողոցով բարձրանան, մյուսով իջնեն, հենց միայն այդ մեքենայի արկայությունը, հենց միայն այդ փարոսիկների վառվելը արդեն զգոնություն կառաջացնի եւ վարորդների շրջանակում, եւ տղաների, ովքեր անչափահաս են, բայց պապաների մեքենան են վարում, եղբայրների մեքենան են վարում, եւ մենք այս կերպ նաեւ կկանխենք պոտենցիալ հանցագործությունները, վթարները, աղետները, որոնք որ կարող են տեղի ունենալ ոստիկանի եւ բարեկի բացակայության դեպքում եւ կարող են տեղի չունենալ, եթե մեր համայնքը ունենա այս ծառայությունը, հսկողությունը եւ մենք էլ Երևանի մի մասն ենք, Խարբերդ համայնքն էլ պատկանում է Երևանին եւ մենք խնդրում ենք մեր կառավարությանը, որպեսզի չանտեսի մեր համայնքը եւ այս ուղիղ եթերս նաեւ բնակիչների, շատ բնակիչների անունից է եւ եթե ես ժամանակ ու հնարավորություն ունենայի տուն առ տուն զրուցելու, վստահ եմ, որ ամեն տուն կողմ կլինի իմ այս հայտարարությանը, որովհետև մի տանը հենց այդ խոցելի խմբին պատկանող երեխաներն են, որոնք նաև դուրս են ծնողների վերահսկողությունից, որովհետև ծնողները աշխատում են, երեխաներին չեն կարողանում տիրություն անել ճակերտների մեջ ասած եւ արդեն դառնում է նրանց դաստիարակության միջոցը փողոցը, իսկ Խարբերդի փողոցները այդքան էլ կրթության համար հարմարավետ չեն։ Շատ շնորհակալ եմ իմ ուղիղ եթերին հետևելու համար եւ նպատակն է, որ այս եթերից հետո արձագանք լինի ոստիկանությունից եւ մեծ շնորհակալություն կհայտնենք ամբողջ համայնքի անունից եւ ես ինքս էլ ինչով կարողանամ բնակիչների հետ կապված համայնքի անունից օգտակար կլինեմ ցանկացած հարցով, միայն թե խնդրում եմ այս ոստիկանական կետը, որը կառուցել եք, այնպես արեք, որ ծառայի նպատակին եւ հանրօգուտ կլինի եւ ավելի կարժևորվի ոստիկանի դերն ու կարեւորությունը։ Ձեզ ասում եմ ամենալավն ու բարին եւ արեւ ձեզ։